Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, այո, սուրճ ու սեր առավոտից եւ իհարկե դրան գումարում ենք լավ տրամադրությունն ու հաճելի զրույցները։ Բարի լույս։ Բարի լույս, թերևս կանացի ձայներից արդեն հասկացաք, որ եթերում այսօր Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանն են աշխատելու, առաջիկա 1.5 ժամը լինելու ենք միասին, ինչպես FM հաճախականությամբ, այնպես էլ on-line հարթակներում, մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո եւ կայքում armradio.am։ Այո, մենք ողջունում ենք բոլորիդ, ովքեր որ մեզ դիտում են եւ ոչ միայն լսում են, ապա տեսնում են, որ մենք մշտապես նույն գամայի մեջ ենք լինում, անկեղծ ասած մենք ընդհանրապես երբևէ չենք էլ պայմանավորվում։ Դա նշանակում է, որ մեր բիոտոկերն են լավ աշխատում եւ առհասարակ կարող ենք այդ մասին խոսել, ինտուիցիայի մասին էլ այսօր կարող ենք խոսել, եթե լավ ինտուիցիա ունեք ու հետաքրքիր դեպքեր, ապա մի զլացեք գրեք on-line հարթակում կամ զանգահարեք 553702 ուղիղ հեռախոսահամարով։ Մի խոսքով մենք պատրաստ ենք, որպեսզի 1.5 ժամ միասին անցկացնենք եւ փորձենք օրվա առաջին հատվածը դարձնենք որքան հնարավոր է դրական։ Այո, ի վերջո ինչպես սկսենք առավոտը, այնպես էլ օրը շարունակություն կունենա, իսկ մենք դրա համար անելու ենք ամեն ինչ, այնպես որ մնացեք մեզ հետ, սկսենք լավ երաժշտությամբ։ Այո, լավ երաժշտությունն արդեն ձեզ համար հնչում է։ Սուտետունը սարանցյարի, հոգիս դատարկու խավար, ախիմ յարը չկա կողքի սիրտս կուլա հարանցյար։ Մի թող աչքս ճամպի ծառի, մի թող աչքս ջուր տարնա, իմ դարմանը քո աչքերն են, քո աչքերն ինձ դեղ ու ջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրուն ջար, սեր եմ գտել կաղքի միջին թարլն և սիրուն յաջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրուն ջար, սեր եմ գտել կաղքի միջին թարլն և սիրուն յաջար։ Գնամ սիրտս բանա, դարդաս պատմեմ անցվորին, թող որ լուրը հասնի յարիս յարս հերվից հագալիս։ Արարաշխարման են ջեկել, չկա կեսպես աննամա, մեկ ատիկ ես տղոնց միջին սիրտս նավեր կես կտա, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրուն ջար, սեր եմ գտել կաղքի միջին թարլն և սիրուն յաջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրուն ջար, սեր եմ գտել կաղքի միջին թարլն և սիրուն յաջար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրուն ջար, սեր եմ
Սուրսեր առավոտից։ Այո, սուրճ, սեր, լավ տրամադրություն, օրվա ամփոփումը փակագծերում, ամփոփում նկատի ունենք այս ու այն թեմաներից զրուցելը, չէ՞ մարդկանց քննարկելը։ Դե հաճախ ասում են, չէ, նաև ասում են ինչու եք բամբասում, ասում են չենք բամբասում, ամփոփում ենք։ Հիմա դրա Փաստերն են արձանագրում։ Բայց հետաքրքիր էր թեման ինտուիցիայի հետ կապված, Լուսինե, գիտես ինչ հիշեցի։ Հիշեցի, որքան է լինում, որ ինչ որ մարդու մասին ենք մտածում, որին օրինակ ամիսներով կամ նույնիսկ տարիներով չենք տեսել, մեկ էլ այդ օրը պատահաբար մեր դիմաց է դուրս գալիս, շատ հաճախ է լինում, կամ ինչ որ տեղ ես գնում եւ վստահ ես, որ վերոհիշյալ անձին տեսնելու ես եւ իսկապես հանդիպում ես, այնպես որ իսկապես հետաքրքիր կլինի նաեւ մեր ռադիո լսողների պատմությունները։ Իսկ դու քեզ մոտ որքան է զարգացած ինտուիցիան, Վեգա։ Ասում են, որ շատ, ես էլ եմ այդպես կարծում եւ իմ ընկերներն էլ են այդպես ասում, ես մի տարօրինակ չգիտեմ, շնոր ասեմ, թե անհեսք ասեմ ունեմ։ Վայ։ Ինձ մոտ սովորություն կա, շատ հաճախ կարող է լինել ինչ որ մեկը, որին բոլորը շատ սիրում են, գովում են եւ լավ մարդ են համարում, բայց ինչ որ բան ինձ վանում է այդ մարդու Հիմա դու ինչ մեջ կարծիք ունես իմ մասին, Վեգա ջան։ Ես կարծում եմ, որ դու շատ լուսավոր մարդ ես իրականում, այո, եւ Բրգվանք։ դու այն մարդկանցից ես, որ այն ամենը, լինի դա լավ բան, թե վատ բան, մակերեսին կա։ Հա։ Այսինքն եւ կարծում եմ դա ամենակարևորն է, բայց կան մարդիկ, այո, եւ ինձ շատ հաճախ ասում են, որ ես չգիտեմ, կարող է բոլորը ինչ որ մեկին սիրեն, ես ասում եմ, նա լավը չէ եւ Վերջում պարզվում է, որ կան այդպես մարդիկ, է, որ հա։ իմ ամբողջ ընկերախումբը տանել չի կարողանում, ես շատ եմ սիրում այդ մարդկանց, ինչ անեմ։ Հիմա այդպես է ստացվել։ այդպես է ստացվել։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մարդկանց տեսակ ու էներգետիկա կա, որը իրար վանում է կամ հակառակը Այո։ ձգում է, ու դա պարտադիր չի սիրահար զույգեր լինեն, ընդհանրապես նկատի ունեմ։ Իսկ դու նկատել ես, որ հաճախ լինում է, որ մեզ վանում են այն մարդիկ, որոնք մեզ նման են ինչ որ Հա, իհարկե։ Դա նույնպես, այո, եւ իդեպ դա իմ մեկը դեպքում քիչ բավարար է այդ Այո։ տարբերակից։ դա իմ դեպքում իդեպ վերաբերում է նաեւ ֆիլմային, հեռուստատեսային հերոսներին։ Եթե չափազանց շատ նմանություններ կային, ես Միացանալ նրանց ես։ տանել չեմ։ Կամ եթե արտահայտում են իմ չսիրած հատկանիշների իմ մեջ, ես սովորաբար այդ հատկանիշներին չեմ սիրում։ Օրինակ սեքսը մեծ քաղաքում հայտնի սերիալը որ կա, ես ատում եմ Քերի Բրեդշոուին, գլխավոր դերասան, Ինչու՞։ որովհետեւ կարծում եմ, որ նա մարմնավորում է կանանց այն թույլ կողմերը, որոնք ես տանել չեմ կարողանում իմ մեջ։ Դրա համար նա իմ ամենաչսիրելի կերպարն է։ Այստեղ մի կարևոր բան, ինքդ քեզ լավ ճանաչելու հմտությունը շատ կարևոր է վերլուծության եւ ընդհանրապես կյանքին ճիշտ դիտարկելու ուղղությամբ։ Տեսնում եք, վեգան շատ լավ ինքն իրեն ճանաչում է եւ առաջին հերթին փորձեք ոչ թե դիմացինին ճանաչել, նախ առաջ ինքներդ ձեզ փորձեք ճանաչել, որպեսզի հետագայում շփման մեջ եւ ընդհանրապես առհասարակ խնդիրների լուծման հարցում կամ կյանքում շատ կարևոր է եւ ձեզ համար հեշտ է լինելու։ Եվ մենք սովորություն չունենք, չէ՞, մշտապես ասում ենք, այ նա էր մեղավոր, փորձում ենք գտնել խավության նոխազներ կամ փորձում ենք բարթել խնդիրը մեկ այլ մարդու կողմ այն պարագայում, որ նաև ենթագիտակցական մակարդակում գուցե շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը մեր մեջ է եւ գուցե մենք ենք սխալ արել։ Այնպես որ ցանկացած թեկուզ թեթև տհաճ իրավիճակում առաջին ինքներդ հարց տվեք ձեզ. ինչը այն չեմ արել։ Տեսեք թե որքան է դա օգնում։ Իդեպ Լուսինե նոր մեկնաբանություններ ունենք, նախ կարծում եմ Լուսինեի բարձրացած թեման շատ հետաքրքիր է, եթե ունեք պատմություններ, երբ ձեր ինտուիցիան կամ ներքին զգացողությունը օգնել է ինչ-որ հարցում, ապա անպայման զանգահարեք, կիսվեք այդ պատմություններով, բայց մեզ նաև գրել են մեկնաբանություններ, Ստյոպ Վարդանյանն է մեզ միացել եւ բարի լույս է մաղթում, ինչպես նաև Վարդիթեր Գևորքյանը, այսօրվա լույսը թող բարին լինի։ Թող լինի, միշտ թող լինի, դա շատ կարևոր է։ Իսկ լավ տրամադրությունը առավոտից շատ մեծապես կախված է ոչ միայն եղանակից, այլև խցանումներից եւ առավոտվա հետ կապված կարևոր որոշակի տեղեկություններից։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ մենք սկսենք նաեւ հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ, որ այսօր հուլիսի 28-ն է երեքշաբթի, ասում է երկու լուր ունեմ հայտնելու, մեկը լավ, մյուսը վատ։ Ասում է որն է, ասում է սկսեմ լավից թե վատից, ասում է լավից։ Ասում է դե նախ առաջինը, որ այսօր արդեն երկուշաբթի չէ, եւ երկրորդը, որ այսօր ուրբաթ չէ։ Այո, այսօր երեքշաբթի է։ Այո։ Եղանակն է լավը, սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, բայց ինչպես երեք, այնպես էլ այսօր եւ մինչեւ ամսի 31-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։
Եթե հանրապետության տարածքն ենք դիտարկում, ապա ասենք, որ այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 1-ը եղանակն էապես չի փոխվելու եւ իհարկե փորձենք հասկանալ մայրաքաղաքում ինչ է սպառնում մեզ եղանակի տեսանկյունից։ Այսօր առանց տեղումների եղանակ է կարծես։ Այսօր նույնպես առանց տեղումների եղանակ է, բայց մայրաքաղաքում նույնպես քամուր գնացում սպասվում է։ Այսօր ցերեկը կլինի մինչև քանիս։ Այսօր ցերեկը մինչև 36, այո, մինչև 36 աստիճան կբարձրանա ջերմաստիճանը, գիշերն էլ կունենանք մինչև 22 աստիճան։ Այս գիշերային կանխատեսումներին չեմ հավատում Լուսինե, որովհետև կարծում եմ շատ ավելի շոկ է գիշերը իրականում։ Նայած որ հատվածում ես ապրում, թեև դու էլ ես այդպիսի հատվածում, որ սարն է ավելի։ Ես հատվածում եմ ապրում, բայց երեկել էինք Սևակի այդ բողոքում, ես սիրում եմ տապը, ամառը սիրում եմ, բայց գիշերները վերջին մի քանի օրը անտանելի է պարզապես շոկի Ես մրսկան եմ իրականում եւ այդուհանդերձ ինձ լավ է որ այդքան էլ ցուրտ չէ երեկոյան ժամերին, բայց ես ասեմ որ փրկություն է իրականում քամին եթե կա շոկ եղանակին Եվ ասում են, չէ, ինչ լավ է, մի քիչ հովացանք այս քամին եկավ, շունչներս կտրվում էր շոկից, երբ քամի կա շոկի հետ, մի քիչ ինձ թվում է նույնիսկ հաճելի է, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին, դրանք անցանելի են, ուրախություն բոլորիս, որովհետև հենց տաք ու լավ եղանակներին է, որ մենք փորձում ենք չմնալ քառակուսի պատերի մեջ, այլ փորձում ենք հնարավորության դեպքում մայրաքաղաքը լքել եւ գնալ Հայաստանի տարբեր մարզեր, ժամանակն անցկացնել բնության գրկում եւ բնության ավելի մոտ լինել, հատկապես որ տարատեսակ փառատոներ են տեղի ունենում մարզերում, իդեպ օգոստոսի 1-ին տեղի ունենալու Խորովածի փառատոնը, կարծեմ Ստեփանավանում եւ բավականին մեծ շուկով են նշելու, մենք դրան էլ անպայման կանդրադառնանք, ինչ վերաբերում է Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ քանի որ զբոսաշրջային հոսքը շատ ակտիվացել է, գիտեք որ սահմանային հատվածներում հերթեր են գոյանում, բայց ի պատիվ մեր հայկական կողմի կարող եմ ասել շնորհակալություն ձեզ հրաշալի աշխատանքի համար, որովհետև նույն քանակությունը օրինակ Վրաստանի հատվածում մեծ հերթերի գոյացում էր առաջացրել, հենց այդ նույն մարդիկ նույն քանակությամբ արդեն Հայաստանի տարածքում հերթերում չէին։ Շատ ավելի արագ անցան, այո։ Ահա, գնանք Երևանյան ավտոճանապարհներին բնականաբար իրավիճակը մի փոքր այլ է, խցանումային նիշը 6 է, այո, հիմա կհասկանանք 6 է թե ոչ, որովհետև ահա 6 է, բայց այնքան հեշտ եմ այսօր եկել ճիշտն ասած, ընդհանրապես խցանումներում վերջին մի քանի օրը բավական թեթև է, բնականաբար կենտրոն բերող ավտոճանապարհներում փոքր խցանումներ կան, Միասնիկյան պողոտան է խցանված, Կոմիտասը, Սայաթ-Նովան ռադիոտուն եկող հատվածում է կարծես թե Մեզ մոտ են գալի։ Ռադիոտուն եկող ճանապարհն է կարծես թե խցանված, դե գիտեք, Կիևյան կամուրջը շրջանցելու բոլոր ճանապարհներն են խցանված, կարծես թե ճանապարհային 4 վթար ունենք, 1, 2, 3, 4, ես ուզում եմ հասկանալ ինչով է պայմանավորված այս վթարների այսքան շատ լինելը, լուրջ ուզում եմ հասկանամ ու ինձ մոտ այդպես էլ չի ստացվում, մեկ վթարը վերի պտղնիում է, այդ հատվածում է, հաջորդ վթարը փորձենք գտնել եւ ձեր ուշադրությանը կարծես թե վերացրել են վթար, չէ, գտանք։ Մյուսը կենտրոնական հատվածում է Միչալոց, ուզում եմ ձեզ ներկայացնել երիտասարդական մետրոյի հարևանությամբ է հաջորդը, որտեղ է ունեցել իհարկե տխուր է այդ հանգամանքը, որ վթարներ են։ Իդեպ դրան երիտասարդականը համեմատաբար թեթև է, գոնե դեղին է, բայց գեր ծանրաբեռնված է ինչպես միս Աթենքի փողոցը, Իսակովի պողոտան է դեպի կենտրոն եկող հատվածը իհարկե շատ ծանրաբեռնված, Քաղաքապետարանին կից հատվածն էլ բավական ծանրաբեռնված է, Լուսինե Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցն եմ տեսնում եմ, որ շատ խիտ ծանրաբեռնված է, բավական ծանրաբեռնված է Նախկին Ամիրյան այժմ Պապ Թագավորի փողոցը, հատկապես հրապարակից դեպի Մաշտոց տանող ճանապարհը։ Դեռ որքան ժամանակ ենք երկու անուններն տալու։ Մաշտոցի Փակ շուկայի հատվածն է շատ ծանրաբեռնված, մնացած հատվածը գոնե շարժվում է։ Կարծես թե ամենախցանված հատվածներին անդրադարձանք եւ նաեւ Սարալանջը էլի բավական խցանված է, ընդ որում հետաքրքիր է, որ ոչ միայն կենտրոնի շնողը, հակառակ ուղղությունը նույնպես չգիտես ինչու ծանրաբեռնված է։ Գրիգոր Հասրատյան փողոցում կա վթար եւ գեր ծանրաբեռնված է հենց այդ հատվածը բոսոր կարմիրով է ներկված, եթե այդ փողոցով եք գնում եւ պիտի գնաք, ունեք հնարավորություն շրջանցելու, անպայման շրջանցեք, դեռ գեր ծանրաբեռնված հատված է այդ մասում։
Ահա։ Եվ նաև Մարշալ Բաղրամյանի այս կենտրոնի ճնող ազգային ժողովից հետո արդեն մի շրջան կա, որ ինչպես սիրում ենք ասել, բոսոր կարմիր է, հենց այդ վերջին հատվածը բավական խցանված է եւ մնում է միայն երևի համբերություն մաղթել եւ կոչ անել, որ մնաք մեզ հետ, եթե հայտնվել եք այդ ծանր խցանման կիզակետում։ 4-րդ վթարը չեմ գտնում, կորցրեցի ճիշտն ասած քարտեզի վրա, բայց այդուհանդերձ կարող ենք ասել, որ ես օրինակ շատ սիրում եմ հուլիսի վերջ եւ օգոստոսի առաջին կես ժամանակահատվածը, որովհետեւ բոլորը գնում են քաղաքից դուրս հանգստանալու եւ այդ գերծարավեռնված փողոցները դառնում են ավելի հանգիստ ու կարողանում ենք ավելի հեշտությամբ այսօր այն կողմ գնալ։ Կարծում եմ, եթե չլիներ Կիևյան կամրջի վերանորոգումը, հիմա այո, ավելի թեթև պայմաններում կերթևեք էինք։ Բայց մենք հարմարվող ժողովուրդ ենք ֆիքսել ես։ Ոնց որ թե գտա հաջորդն էլ։ Կարծես թե նույն փողոցի վրա վերև եւ ներքև են Հասրատյանի վրա է երկու վթարը, հարգելի ռադիո լսողներ։ Այո, 4-ն էլ մենք ներկայացրեցինք։ Առհասարակ վթարներից կարող ենք խուսափել, եթե չմտածենք, որ կարող ենք շատ նեղ հատվածներով սողոսկել ու գնալ, խցկվել, միմյանց չհարգել, միայն մտածել մեր երթևեկության մասին եւ չփորձել հասկանալ կամ վերլուծել կողքի մեքենաներն ինչ սկզբունքով են առաջնորդվելու, որովհետեւ հենց մեր ձեր վարելով չի պայմանավորված ամբողջ ընթացքը, այլև պետք է փորձեք հասկանալ դիմացինը կամ կողքինը ինչ երթևեկության մշակույթ է իրենից դրսևորում։ Հետիոտներ, հարգելի հետիոտներ, ես նկատել եմ, որ շատ վարորդներ նյարդայնանում են, երբ այո, հետիոտներինն է ճանապարհը, բայց այնտեղ թեթև շրջանցման հատված կա եւ մեքենաները ժամերով սպասում են, թե մինչեւ երբ պիտի ճեմելով բառն եմ էստա գործածում, հեռախոսի մեջ նայելով անցնի հետիոտն է, որքան էլ ձերն է ճանապարհը, նույնքան էլ այդ մեքենաներինն է ճանապարհը, այնպես որ եթե կարող եք մի քիչ արագ շարժվել, այլ ոչ թե ճեմել փողոց անցնելիս ավելի լավ կլինի։ Եվ ի վերջո պետք է միևնույն է զգոն եւ ուշադիր լինել, երբ ճանապարհով ես անցնում, անկախ ամեն ինչից, որովհետեւ մեքենաները երբեք այնքան կանխատեսելի չեն, որքան մարդիկ, այնպես որ ձեր իսկ անվտանգության համար եղեք զգոն եւ արագ։ Տեղափոխվենք օդային տարածքներ, որտեղ նման խցանումներ տեղի չեն ունենում, բայց լինում են վաղաժամ կամ ուշացումներ կամ չեղարկված չվերթներ։ Տեղեկացնենք հարգելի ռադիո լսողներ, ժամանումների սանդղակը դիտարկելով տեսնում ենք, որ ունենք 2 ժամանում վաղաժամ, Դուբայի 2 չվերթները 11:25-ի փոխարեն Հայաստան են ժամանելու 10:26-ին։ Նաև տեղափոխվենք մեկնումների սանդղակ եւ դիտարկենք, թե ինչ է կատարվում ամեն ինչ ժամանակին է, ժամացույցի սլակների պես ճշգրիտ աշխատում են եւ բոլոր չվերթները տեղի կունենան ժամանակին, ասենք բարի գալուստ եւ բարի վերադարձ բոլոր նրանց, ովքեր գալիս են Հայաստան կամ հակառակը մեկնում են Հայաստանից։ Ինչ է պետք դրա համար։ Ինչ է պետք։ Փող։ Պետք է փող եւ պետք է նաեւ հատկապես արտարժույթ, այնպես որ ըստ կենտրոնական բանկի տարադրամի փոխարժեքին ծանոթանանք այսօր, ամերիկյան դոլարը համարժեք է 366 դրամի եւ 72 լումայի այսօր, եվրոն 417 դրամ է 91 լումա, 4 եւ 7 է ռուսական ռուբլին, վրացական լարին 139 դրամ է 58 լումա, 488 դրամի եւ 51 լումայի համարժեք բրիտանական ֆունտ ստերլինգը, դիրհամը 99 դրամ է 842 լումա, իրանական ռիալը անփոփոխ 0.026 է եւ Լուսինեն միշտ սիրում է մեկնել պատահականության սկզբունքով։ Չէ, աչքս որը դե այդպես որ նայենք, սա պիտի ասեմ, հնդկական ռուպին էլ 3,8126 է։ Սա էլ ասեցինք։ Ինչ այլոց ինչ վերաբերում է չվերթներին եւ տեղափոխմանը, 3 ռեկորդային օրեր համաշխարհային ավիացիայի պատմության համար, որովհետեւ կոմերցիոն չվերթների թվի նոր համաշխարհային ռեկորդ է 3 գրանցվել, մեկ օրվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է 153,359 կոմերցիոն թռիչք, ինչը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Այ քեզ թիվ։ Այո, դու պատկերացնում ես ինչ թիվ է դա։ Ես կարծում էի, քանի որ միշտ չի որ պատկերացնում ես, ես եւ այդքան էլ հեշտ չէ պատկերացնել ինչ թվերի մասին խոսք, ինչ թվերի մասն է խոսքը, կարծում էի որ կասես դե չգիտեմ 1000, 2000։ Չէ, ինչ ես խոսում, ամբողջ աշխարհի պարագայում ոչ։ Իմիջիալոց երթևեկության կազմակերպման փոփոխություն կա Սեբաստիայի փողոցում, դա տեղի ունեցել Երևանից եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատառումներով պայմանավորված, նաեւ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մի քիչ մեկ-մեկ ուզում եք ավելացնեք, բայց հակառակն է ստացվում։ Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևանից Սեբաստիայի փողոցում, մասնավորապես Սեբաստիայի 165 կոտորակ 1
մեկ հասցեին հարակից ճանապարհահատվածում կազմակերպված հետադարձի տեղը, ապա մոնտաժվելու է։ Այնպես որ հարգելի վարորդներ, ուշադիր եղեք եւ ինչու՞ չէ, զգոն եղեք, չէ՞։ Այո։ Կարող ենք Իդեպ այդպես Լուսինե ասել։ նախորդ անգամ չնայած այն բանին, որ մենք եթերում տեղեկացրել էինք, բայց նկատեցի, որ շատ վարորդներ կարծես թե չեն ֆիքսել, որ Անրի Վերնոյի փողոցն է միակողմանի դարձել եւ համազգային թատրոնի մոտից մինչեւ Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկը միակողմանի է եւ այն օրը նկատել էի, որ շատ վարորդներ կարծես թե դեռ հակառակ ուղղությամբ գնում են եւ դրա համար երևի հիշեցնենք, որ հուլիսի 22-ից Անրի Վերնոյի փողոցը Պապ Թագավորի խաչմերուկից մինչեւ Կարեն Դեմիրճյան խաչմերուկ միակողմանի է, սա երթևեկությունը թեթևացնելու համար է, այսպես ասած, տեսնենք թեթևանա թե ոչ, բայց ամեն դեպքում ֆիքսեք, որ այս փողոցը միակողմանի է եւ զգուշ եղեք։ Ուշադիր եղեք եւ անկախ դրանից թե որքան եք երթևեկել այդ փողոցով ու մտածում եք թե անգիր գիտեք այդ մասում ու ինչ պիտի անեք, ոնց անեք, այդուհանդերձ միշտ ուշադիր եղեք ճանապարհային նշաններին, որովհետեւ դրանք կարող են փոփոխված լինել ու դուք տեղյակ չլինեք։ Մի խոսքով լավ տրամադրությամբ շարունակենք մեր եթերը, մնացեք մեզ հետ, ամեն ինչ դեռ առջևում է։ Put your loving hand out, baby. I'm begging. Begging, begging you. Put your loving hand out, baby. Begging, begging you. Put your loving hand out, darling. Right now, when I was king, played it hard and fast 'cause I had everything. Walked away, wondering, but easy coming, easy going, it would end. So every time I need you, let me go. Every time I reach you, get me low. Every time I seek you, let me know. But I better to see, just let me go. I'm on my knees while I'm begging, 'cause I don't wanna lose you. I got my arms so spread, I hope that my heart gets fed. Matter of fact, girl, I'm begging. Begging, begging you. Put your loving hand out, baby. Begging, begging you. Put your loving hand out, darling. I need you to understand. Try so hard to be the man. Not the man you want in the end. Only then can I begin to live again. An empty shell I used to be. The shadow of my life was hanging over me. A broken man that I don't know won't even stand the devil's chance to win my Why we soul. do it? Why we chase it? Why the bottom? Why the basement? Why we got good shit, don't embrace it? Why the feel for the need to replace me? You're on the runway track from the good. I'm only painting a picture, telling where we could be at. Like a heart in a attached where it should. You done gave it away, you had it till you took your pick. But I keep walking on, keep open doors, keep hoping for that the call is yours. Keep those on hold, 'cause I don't wanna live in a broken home, girl, I'm begging. Begging, begging you. Put your loving hand out, baby. Begging, begging you. Put your loving hand out, darling. I'm fighting hard to hold my home. Just can't make it all alone. I'm holding on, can't fall back. Now white body just to come, like to fade to black. Begging, begging you. Put your loving hand out, baby. Begging, begging you. Put your loving hand out, darling. Begging, begging you. Put your loving hand out, baby. Begging, begging you. Put your loving hand out, darling. Այո, Beggin, հիշում եք այս երգը։ Ես Վայ, որոշել եմ պաշտում էի այս այսօր, ես երգը։ անկեղծ ասած հանել եմ արխիվի ցանկը եւ որոշակի երգեր եմ հանել, որոնք վաղուց այլևս այդքան էլ չենք լսում, մոռացել ենք, բայց հաճելի հիշողություններ հաստատ կարտնացնեն։
Այո, ունենք լավ նոր մեկնաբանություններ նույնպես մեր հավատարիմ ռադիո լսողներից, դիտողներից, նաև Ամալիա Ղազարյանն է մեզ միացել, ստիքերներ, սրտիկներ է ուղարկել։ Վահե Արթինյանն էլ մեզ Ավստրալիայից է կարծես թե միացել, գրում է հուլիս ամիսը 3-4 աստիճան բարձր է սովորականից եւ նշում է, որ այսօր այնտեղ 18 աստիճան է։ Դա շատ է։ 18-ը։ Դե երևի այնտեղ այնտեղ ամառ չի, չմոռանանք, այնտեղ ուրիշ է։ Այո, այնտեղ ամառ չի։ Ավելի բարձր է։ Մեզ մոտ շոքերն ընկնում են, իրենց մոտ աշունն է գալիս։ Միշտ հետաքրքիր եւ զարմանալի է, չէ՞, որ աշխարհի տարբեր կետերում լրիվ այլ եղանակային փորձառություններ են։ Իսկ եղել է քո կյանքում, որ միաժամանակ մի քանի եղանակ sense մի քանի օրում զգաս։ Այո, եղել է եւ ամենահետաքրքիր բանը իրականում ինձ համար ոչ թե այդքան եղանակի, այլ ժամային գոտու տարբերությունն է։ Հիշում եմ, որ մի անգամ մեկնում էի շատ հեռու եւ այնպես ստացվեց, որ քանի որ այդ ժամային գոտին տարբեր էր, ամբողջ ընթացքը թռա լույսով։ Օй, հա, դա ցավալի է։ Եվ զուգահեռ անընդհատ լույսով էի։ Այդ ժամանակ շատ լավ է գիշերով թռնելը, որ գոնե չզգաս։ Իսկ ես ինձ մոտ ստացվել է մի անգամ այնպես, որ ես միաժամանակ եւ տեսել եմ ձմեռ, եւ տեսել եմ գարուն, եւ տեսել եմ աշուն, եւ տեսել եմ ամառ։ Չէ, այ դա կարծում եմ չի ստացվել, չէ, նման բան, հա, նման բան։ Օրգանիզմը ստրեսի է ենթարկվում իրականում, երբ բարակը հագուստներով դուրս ես գալիս ինքնաթիռից եւ հայտնվում խրվում այսքան ձյան մեջ։ Հետո նստում ես գարունը, հետո գնում ես աշունը, բայց ամառային եղանակ է մի խոսքով, այսպիսի բաներ են լինում, բայց փաստը մնում է փաստ, որ ժամանակակից տեխնոլոգիաները տվել են այդ հնարավորությունը մեզ եւ մենք կարող ենք ուղղակի մեկ տոմս գնել ու հայտնվել աշխարհի որ հատվածում, որ կամենում ենք, թեպետ գիտես վատատես սոցիոլոգները կամ մասնագետները պնդում են, որ շուտով այդքան էլ դյուրին չի լինելու ակետից բեկետ գնալը։ Այո, ավելի դառնալու է թանկանալու է եւ քանի որ ամբողջ աշխարհում նկատվում է դիզվառելիքի դեֆիցիտ, ասում են, որ նաև հատուկ այնպես կանեն, որ դիզվառելիքը ավելի դեֆիցիտ կլինի եւ մենք լավագույնը կկարողանանք հեծանիվով մեր քաղաքի համաշխարհային ճամփորդության դուրս գալ։ Իրականում շատ տխրեցի Լուսինե, որովհետեւ ինձ մոտ էլ վատատես փորձագիտական բան է, որ մարդ այդպես է կարծում։ Որովհետեւ ես էլ հակառակը կարծել էի, թե դե Լուսին ենք հասնելու։ Չէ, Լուսին չէ, բայց ինձ մոտ տպավորություն էր, որ վերջին շրջանում ճամփորդելը կարծես թե ավելի թեթև եւ հեշտ է դարձել եւ ավելի շատ մարդկանց է հնարավորություն տրվում, այնպես որ եթե նման վատատեսական, հորետեսական դրանք զուտ կանխատեսումներ են եւ չենք կարող ասել, որ մի մտածեք հնարավոր է շատ ճամփորդեք հիմա, որ եթե նույնիսկ հանկարծ նման բան լինի եւ դժվարանա, իմանաք, որ գոնե ձեր ուզած 1-2 երկիրը հասցրել եք տեսնել։ Ահա։ Եվ հարգելի ռադիո լսողներ, րոպեներ անց դուք արդեն կծանոթանաք լրատվական դաշտին, կփորձենք հասկանալ, թե ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, լրահոսը ինչպիսին է այսօր, դրանից առաջ իհարկե գովազդ, այնուհետև ռադիո լուրի հերթական թողարկումը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։
Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ցակման ապրանքների Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Եվրամիության անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Այս մասին ասել է Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում, բռնության հետևանք են։ Սահակյանը նշել է, որ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարել բացահայտել, թե երբ եւ ուր են դիմելու։ Գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ Մինչև 2025 թվականի սեպտեմբերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով էին տեղեկություններ ստացվում, սակայն Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո այդ ուղին էլ վերացավ։ Մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանը պարտավոր է Միեդին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների, այդ թվում առողջական վիճակի մասին, ներառյալ բժշկական փաստաթղթեր։ Իրավապաշտպանը նշել է, որ որևէ երաշխիք չկա, թե Ադրբեջանը ճշգրիտ չկեղծված տվյալներ կներկայացնի։ Դրանք պետք է համադրվեն հենց հավաքագրված տեղեկությունների հարազատների փոխանցած տվյալների հետ։ Ռոսել Խոզնադզորը հայտնել է, որ կանխել է Բելարուսի տարածքով հայկական ծագում ունեցող վարդերի ապօրինի ներմուծման փորձը Ռուսաստան։ Գերատեսչության տվյալներով Սմոլենսկի մարզում մարգրավել է 39200 վարդ, որոնք ուղեկցվել են կեղծ փաստաթղթերով։ Ըստ հայտարարության բեռը փաստաթղթերում ներկայացվել էր որպես ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիքներ, սակայն ստուգման ընթացքում պարզվել է, որ դրանք ծաղիկներ են, որոնք չունեն անհրաժեշտ բուսասանիտարական եւ ուղեկցող փաստաթղթեր։ Միաժամանակ հայտնաբերվել են հայկական ծագումը հաստատող նույնականացման պիտակներ։ Ռոսել Խոզնադզորը նշել է, որ վարդերի խմբականակը ոչնչացվել է, իսկ փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Գերատեսչությունը նաև հիշեցրել է, որ հունիսի 12-ից ուժի մեջ են մտել Հայաստանից ծաղկի եւ կարանտինային բուսական արտադրանքի ներմուծման ժամանակավոր սահմանափակումները։ Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է, տեղեկացնում են Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 3292 ընտանիք, որից 2955-ն արդեն վարկավորվել է, իսկ 371-ն արդեն ներկայացրել են ավարտական ակտ։ Պետությունն աջակցում է սահմանամերձ եւ առանձին գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցող ընտանիքներին տրամադրելով մինչև 16 միլիոն դրամ հիպոթեկային վարկի մայր գումարի մարման համար, մինչև 13% վարկի տոկոսագումարի մարման համար։ Ծրագրից կարող են օգտվել 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած եւ ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները, շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության եւ շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից, շահառուներ, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։
Մեկ լուր միջազգային լրահոսից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը քննարկելու նպատակով, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ կմեկնի սենատոր Լինսի Գրեհեմի հուղարկավորությանը մասնակցելու համար։ Զրուցակիցը հավելել է, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահները կքննարկեն խաղաղության գործընթացը։ Հիմա պատերազմին վերջ դնելու ճիշտ ժամանակն է, նշել է նա։ Դոնալդ Թրամփն այսօր կհանդիպի նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հեռուստակայանի աղբյուրի խոսքով նրանք կքննարկեն Իրանի հետ հակամարտությունը, Իսրայելի եւ Լիբանանի բանակցությունները, ինչպես նաև Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման ուղղված ջանքերը։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Արևից կիսապակ աչքերդ անտարբեր նայում են, թողնելով իմ սերը միայնակ։ Կամով շնչից կայլում են, իացնելով գարարվում են, քո մազերը իմ հոգին վարվում են, ետ նայիր խնդրում եմ, չէ որ քեզ սիրում եմ։ Ետ նայիր սերդ ես, որ տարապում եմ աշխարհի մացի, ես նրան սիրում եմ։ Արևից կիսապակ աչքերը անտարբեր նայում են, թողնելով իմ սերը միայնակ։ Կամով շնչից կայլում են, իացնելով գալարվում են, քո մազերը իմ հոգին վարվում են, ետ նայիր խնդրում եմ, չէ որ քեզ սիրում եմ։ Ետ նայիր սերդ ես, որ տարապում եմ աշխարհի մացիր, ես նրան սիրում եմ։ Ու ետ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ, ետ նայիր ու տես, որ առանց քեզ տանջում եմ, ետ նայիր ու տես, որ սիրտս տարապում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ շատ սիրում եմ, առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը, առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը, առանց մեր սիրո իմ կյանքը ավարտում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ սիրում եմ։ Իմ սիրով իշտը ինձ թվում է, որ ճիշտ է կյանքը, որ մենք ապրում ենք, կվերի մեզ մի նոր օր, ու արդեն ամեն օր կտեսնենք իրար, կհամբուրվենք իրար է թողնելով աշխարհը, կտանենք ուղիղ դեպի սիրո ճանապարհը։ Ետ նայիր սերդ ես, որ տարապում եմ աշխարհի մացիր, ես նրան սիրում եմ։ Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ, ետ նայիր ու տես, որ առանց քեզ տանջում եմ, ետ նայիր ու տես, որ սիրտս տարապում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ շատ սիրում եմ, առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը, առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը, առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ սիրում եմ։ Աշխարհը, առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը, առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է, ետ նայիր ու տես,
աշխարհ Առանց մեզ սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեզ սիրո ամեն ինչ ավարտում է Եվ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Եվ նայիր ու տես որ քեզ սիրում եմ Եվ նայիր ու տես որ քեզ սիրում եմ Սիրո ամեն ինչ ավարտում է Եվ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Եվ նայիր ու տես որ քեզ սիրում եմ Եվ նայիր ու տես որ առանց քեզ անջում եմ Եվ նայիր ու տես որ սիրտս տարապում է Եվ նայիր ու տես որ ես քեզ շատ սիրում եմ Առանց մեզ սիրո մտնել է ողջ աշխարհը Առանց մեզ սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեզ սիրո ամեն ինչ ավարտում է Եվ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Եվ նայիր ու տես որ քեզ սիրում եմ Որ քեզ սիրում աշխարհ Առանց մեզ սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեզ սիրո ամեն ինչ ավարտում է Եվ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Որ ասում էինք հաճելի հուշերի գիրքն եք ընկնելու ընտրված երաժշտական գունապնակի շնորհիվ, ահա եւ տարբերակներից մեկը եւս Հայկոյի երգերը միշտ կարելի է լսել, անվերջ կարելի է լսել եւ իհարկե վայելել այդ կատարումները։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, ասում բարի լույս եւ իհարկե առաջարկում հարմարավետ տեղավորվել եւ շարունակել մեր ծրագրի ընթացքին, որովհետեւ հերթական հաղթանակներից ենք խոսելու։ Ժամանակն է շատ մեծ սիրով եւ ուրախությամբ ներկայացնելու մեր հյուրերին, որոնք այո մեր տաղավարում են լավ լուրերով Mind Center-ի հիմնադիր տնօրեն Անի Խաչատրյանն է մեր տաղավարում եւ Minders թիմի սան Ալբերտ Հայրապետյանը եւ ինչպես այո խոստացանք նրանք լավ լուրերով եւ գավաթով են մեզ մոտ, որովհետեւ Հունաստանի Վոլոս քաղաքում կայացած Robotics միջազգային օլիմպիադայում Mind Center-ի սաները պատվով են ներկայացրել Հայաստանը։ Մրցույթը համախմբել էր տարածաշրջանի լավագույն երիտասարդ ինժեներներին, ծրագրավորողներին եւ ռոբոտաշինության սիրահարներին ստեղծարարության գիտելիքի եւ նորարարության տոն դարձնելով այս կարևոր միջոցառումը։ Նախ շնորհավորում ենք եւ որքան հետեւում եմ ձեր գործունեության ընթացքին, դուք միշտ դատարկաձեռն չեք վերադառնում ոչ մի մրցույթից, ճիշտ եմ, չէ՞ նկատել, մարտական տրամադրված։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհավորանքների համար։ Եվ այստեղ մի կարևոր բան, սկզբից այն ժամանակ, մի տարիներ առաջ եթե հետ ենք գնում, ռոբոտաշինություն ու Lego-ին մենք վերաբերում էինք ուղղակի ժամանցի մի տարբերակ այն պարագայում, որ առաջին անգամ խորապես սկսեցի հասկանալ եւ ուսումնասիրել, որ Lego-ն զուտ ուղղակի խաղ չէ, հենց ձեր կենտրոնում, երբ տվեցիք մի այսպես տուփ, ինձ ասացիք դե հավաքի։ Ու այստեղ հասկանում ես, թե որքան կարևոր է քո գծագրային մտածողությունը եւ շատ այլ հարցեր, հարթություն ու խորություն զգալը եւ ամենը սկսվում է հենց այդտեղից, ճիշտ եմ, առաջին քայլերը կարող ենք ասել։ Այո, իրականում թվում է հեշտ, բայց բոլոր հեշտ կատարվող գործողությունների մեջ մեծ խորություն կա, ինժեներական մտածողություն, ծրագրավորման հիմքեր, լոգիկա, տարածական պատկերացումներ, սխալվելու, սխալները ուղղելու հնարավորություններ, այո, նաև կառուցողական, հմտություն, որպեսզի կարողանանք ստեղծել այնպիսի ռոբոտ կամ այնպիսի մեխանիզմ, որ կատարի մեր առաջադրանքները եւ մեր ծրագրերը ի կատարածի։ Ու ամենատխուրը գիտես որն էր, որ կողքիդ երեխաներ քեզնից արագ ու ճիշտ էին հավաքում, դու այդպես նայում ես ասում ես ոնց։ Կարծում եմ հատկապես այս ոլորտներում մեր ապագա սերունդները շատ ավելի հմուտ են, քան մենք։ Ալբերտ, ինչ գավաթ է սա, ինչ էիր ներկայացրել եւ ինչպես այն հայտնվեց քեզ մոտ։ Ես ու իմ թմակից Սամվելը մասնակցել ենք Հունաստանի Robotics միջազգային մրցույթին, Line Follow-ի հենց մրցույթին ու մեր կատեգորիայում առաջի տեղ ենք ստացել։ Ինչ էիք ներկայացրել, ինչ էիք ստեղծել, ինչով էիք մրցում։ Ստեղծել ենք ռոբոտ գծին հետևող, օգտագործել ենք տարբեր սենսորներ, մոտորներ ու տենց ստացել ենք մի հատ լավ ռոբոտ, որը կարողացավ մեզ բերի այս գավաթը։
Ահա, որքան ժամանակ է երեխաներից պահանջվում, որ կարողանան այս հմտությունները ձեռք բերել եւ ինչ կոնկրետ ուղղություններ կան ռոբոտաշինության մեջ, որովհետեւ հիմա այդպես ասում եք, չէ, գծին հետևող, եթե շատ անկեղծ մենք ռոբոտաշինությունից հետո այնքան էլ լավ չենք Ինչպես մեր ռադիո լսողն է սիրում ասել, բան չհասկացա։ Մեր բարական։ Երեխաները կոնկրետ ունենք օլիմպիական թիմ, տարբեր երեխաներ են այդտեղ ներառված, որոնք աշխատում են շատ ավելի ինտենսիվ, տարիների աշխատանքի արդյունք է իրականում։ Ալբերտը մեզ մոտ հաճախում է 20 թվականից, կարծես թե on-line դասերից սկսած, հիմա արդեն օլիմպիական թիմում է եւ յուրաքանչյուր օլիմպիադա տարբեր առաջադրանքներ կան գծին հետևող ռոբոտներ, կան ինչ-որ տարբեր առաջադրանք անող ռոբոտներ, օրինակ հրշեջ ռոբոտների մեխանիզմներ կառուցել կամ բեմը դասավորող օրինակ ինչ-որ ռոբոտ, որ կարողանա երաժշտական գործիքները կառուցի տարբերակի իրանց ճիշտ տեղերում դնի, որովհետեւ Հայաստանի մրցույթի այդ փուլը հենց դրան էր վերաբերվում Կարծես էլի հաղթանակ ունենք, չէ՞, տեղից էլ ունենք։ Նոր է այդ մրցույթը տեղի ունեցել։ Անցած շաբաթ, հուլիսի 19-ին, էլի հաղթեցիք։ Այո։ Ուրիշներին չեք թողնում որ հաղթեն։ Ուրիշներն ենք թողնում, մենք ունենք էլի կան հաղթողներ։ Գիտեք, շատ լավ է հնչում բեմը հավաքող ռոբոտներ, քո փոխարեն ճաշի փող ռոբոտներ եւ այսպես, ես մտածում եմ, բա մենք ինչ ենք անելու հետո, որս երեխեքը sense ռոբոտներին ստեղծեն։ Դե գուցե մենք ենք ռոբոտների գործը վերցրել ու ռոբոտ գործեր ենք անում, գուցե իրանք իրանց գործին, մենք էլ մեր կյանքը ճամփորդենք օրինակ Լուսնե ջան։ Ես հիշում եմ վերջերս մի հայտնի ստեղծագործող արվեստագետ մի հետաքրքիր միտք էր ասել, դա կոնկրետ AI-ի մասին էր, բայց հիմա ձեր արտահայտած եկավ եւ այո, տեղը գցեց, ասել էր, որ ես չեմ ուզում, որ AI-ը իմ փոխարեն ստեղծագործի, ես ուզում եմ նա իմ փոխարեն օրինակ տնային գործեր անի, տունը մաքրի, ամանները լվանա, որ ես ազատ ժամանակ ունենամ եւ ստեղծագործեմ, եւ գուցե իսկապես ռոբոտները կարողանան այնպես անել, որ մենք ավելի չգիտեմ, դեպի մեզ համար հաճելի բաներ անենք։ Ալբերտ, ինչպես է ստացվել, որ հայտնվել ես կենտրոնում, արդյոք ինքդ ունեիր ռոբոտաշինության հանդեպ սեր, թե ծնողների ցանկություններ, եւ արդյոք ուրախ ես, որ թիմի մաս ես կազմում։ Սկզբում ծնողների ցանկություններ, բայց հետո որ արդեն սկսեցի պարապել, ավելի խորը արդեն դա ամեն ինչի մեջ անանեմ, արդեն իմ ցանկությունը էդի դարավ, ես սկսեցի ռոբոտաշինությունը սիրել ու տենց ստացվեց, որ ես սկսեցի մասնակցել միջազգային օլիմպիադաների ու հաղթել։ Ինչ հետաքրքիր է ապագայում ինչ ես պատկերացնում Ալբերտ, ինչ ռոբոտ պիտի ստեղծես, այն շատ երևակայականդ եմ հարցնում, հա, այն հիմա իրատեսականի մասին չի խոսքը, մրցութայինի մասին չի խոսքը, այլ որ մտածում ես ինչ ռոբոտ կուզեիր ստեղծեիր, ինչ ֆունկցիա պիտի կատարեր, որ բավականին հարց կլուծեր կամ բան կփոխեր այս աշխարհում։ Առաջին ինչ է գալիս մտքումդ։ Օրինակ, օգնող ինչ որ մի բան, որ չկա։ Դեռ փարկաստոլը չկա, բայց ասենք ժամանակ տանք մտածես թե աման լվացող ռոբոտ տան գործերն անող ռոբոտ մայրիկին օգնության է հասնում, հա, մայրիկին շատ շուտով արդեն կարծում եմ բայց պատկերացնում եք ինչ սարսափել է տանդ ինչ որ երկաթից ինչ որ տենց խոսող անդադար խոսող շփվող ես նկատել եմ մի բան որ ասում են որ այս ժամանակակից տեխնոլոգիաները եկել են եւ իր հետ բերել են որքան լավ բաներ այնքան էլ մարդը դարձել է ավելի միայնակ բայց բարակայում շատ մասնագետներ նաեւ մտածում են ընկեր ռոբոտ ստեղծելու մասին, որը կխոսի, քեզ կլսի ու ամբողջը կձայնագրի եւ ձեր ամբողջ ինֆորմացիան կպահվի ընդհանուր դաշտում։ Այո։ Անի եւ ձեր ասածը կարող է օգտագործվել ձեր դեմ դատարանում։ Դե իրականում ես ինքս արդեն ունեմ շատ ընկերներ, ծանոթներ, որոնք իրենց առօրյան օրինակ առանց իրենց ռոբոտ փոշեկուլի չեն պատկերացնում, արդեն 3-րդ, 4-րդն են փոխում, անընդհատ նոր սերնդի են վերցնում եւ շատ գնահատում են աշխատանքը եւ ես իսկապես շատ կողմ եմ, որ գոնե կենցաղում այս հնարավորինս շատ օգնեն։ Որ տարիքից է ընդունելությունը, ինչ դասեր, ինչ, չգիտեմ, առարկա ասենք թե ինչ ուղղություններ է առաջարկում կենտրոնը, ովքեր կարող են դիմել, ովքեր կարող են գալ սովորել։ Շատ լավ, 6 տարեկանից սկսած կարող են սկսել սովորել, ավելի թեթև հեշտ ծրագրերով, կարևորը հասկանան, թե ինչ է ռոբոտաշինություն, այդ ոլորտում արդեն քիչ-քիչ բարթանում են ծրագրերը, ռոբոտաշինություն, ծրագրավորում, AI, լոգիկայի զարգացում, տրամաբանության, հա, խնդիրների լուծման հմտություններ է ավելի շատ ձևավորվում։
Հետաքրքիր է ինձ սկզբնական շրջանում գաղափարը ու հիմա, որովհետև վստահ եմ, որ այն ընդլայնվել է, որովհետև գաղափարից գաղափար է ստեղծվել ու հասկացել եք, որ այդ ձեր նախնական գաղափարը շղթայական այսպես ծավալվում է եւ դուք ունեք այլ գաղափարներ իրագործելու հնարավորություն։ Որքան եք բացվել, այսպես ընդլայնվել գաղափարային տեսանկյունից։ Գաղափարային տեսանկյունից դե արդեն աշխարհի մակարդակով ընդլայնվել ենք։ Բայց սկզբից մտածում էիք, որ տանելու եք խմբեր եք ունենալ, տանելու եք մրցույթների տարբեր երկրներ։ Իրականում մի քիչ ավելի հեշտ է ստացվել այս ամեն ինչը, քանի որ չէինք պլանավորում, սկզբից եղել է հոբի, դրայս նախասիրությունների հիման վրա, ռոբոտաշինություն ուսումնասիրել ընդհանրապես, հետո պահանջարկի հիման վրա հասկացանք, ավելի խորքային սկսեցինք ուսումնասիրել եւ մի օր երբ նոր էինք բացվել, զանգ ստացանք, որ արդյոք կցանկանաք մասնակցել ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի, շատ պարտավորեցնող էր, մեր մարզիչներն ասեց, փորձենք, ինչի չեն կարողանա, հետո հասկացանք, թե ինչքան բարդ էր ու ինչքան ժամանակ ու ռեսուրս էր պետք դնել մի օլիմպիադայի մասնակցելու համար։ Ու այդպես սկսեց մեր ուղին, հիմա ավելի հմտացել ենք, ավելի հեշտ ենք այդ ուղիները գտնում, այդպես։ Ալբերտ, ապագա մասնագիտությունը ընտրելիս ռոբոտաշինության կողմնությունները հաշվի առնելու ես, արդյոք նախապես արդեն որոշել ես, թե ինչ ուղղությամբ ես գնալու եւ արդյոք մոտ է լինելու նրան ինչով հիմա զբաղվում ես, թե սա պարզապես հոբի կմնա։ Ինձ թվում է, որ ապագայում մասնագիտության ընտրության ժամանակ այս ռոբոտաշինության հոբին կօգնի, ավելի ճիշտ կապ կունենա։ Ինչ մասնագիտություն ես ընտրելու։ Դեռևս չեմ որոշել, բայց որ ես կուզենայի ինչ-որ ծրագրավորման AI-ի հետ տենց կապված ինչ-որ մասնագիտություն։ Բայց գացել ես ինչ լուրջ է Ալբերտ, տեսակ ես։ Իրական ռոբոտ ստեղծող եւ ռոբոտով հաղթող։ Իդեպ Ալբերտ, քեզնով հիացել են նաեւ մեր ռադիո լսողները եւ լավ մեկնաբանություն ունես, այո, Ավստրալիայից Վահե Արտունյանը գրում է, որ շատ գնահատելի է երիտասարդի աշխատանքը ռոբոտաշինության հարցում, որը այսօր ապագան է։ Միշտ ռոբոտը մարդուն պիտի օգնի։ Եվ ասում է նաև ապրես, շնորհակալություն են հայտնում քեզ եւ առհասարակ իսկապես շնորհակալ ենք Հայաստանը պատվով ներկայացնելու համար։ Առաջիկայում ինչ կանի, ինչ նոր պլաններ կան, գուցե մրցույթներ, ինչին եք հիմա պատրաստվում, ինչ պլաններ կան առաջիկայի համար կենտրոնում։ Առաջիկայում երկու մեծ նախաձեռնություններ են։ Այո, Հունաստանի հաղթանակը մեծ հնարավորություն տվեց մասնակցելու Հարավային Կորեայում կանալիք ռոբոտեքսի եզրափակիչ փուլին նոյեմբերին։ Պատրաստվում եք դրան։ Այո, շատ մեծ էնտուզիազմով պատրաստվում ենք, իսկ առաջիկայում նաև հոկտեմբերին կանալիք Հայաստանում, երբ որ հաղթեցինք ազգային փուլը ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում, ձեռք բերեցինք հնարավորություն մասնակցելու Խորվաթիայի եզրափակչին։ Հոկտեմբերին էլ Խորվաթիայում պիտի մեր Ես գիտեմ, որ մի քանի անգամ այլ երկրներում եք մասնակցել, որքան հիշողությունից չի դավաճանում Բուդապեշտ, ճիշտ եմ հիշում, տեսեք, չլավ, օպրես լուսինը ջան։ Եվ ինձ հետաքրքիր է Ալբերտ գնում ես այլ երկրներ, թիմով գնում եք, դուք ներկայացնում եք Հայաստանը եւ այնտեղ հանդիպում եք տարբեր երիտասարդների այլ երկրներից։ Մի քիչ տարբեր մտածողությամբ, գուցե նույն հայացքներով, բայց ինչ է սովորել այդ մյուս երեխաներից, հա։ Կենցաղում թեկուս դա լինի, կուլիսներից դուրս կուլիսներում լա լինի, ինչ են քեզ տվել այդ երեխաների հետ շփումները, ինչ որ բան փոխվել է մտածողությանդ մեջ։ Որ ես ասենք Հունաստանում տեսա ինչպես են աշխատել ուրիշ երեխաները, հասկացել եմ, որ այդ մեր սաղ աշխատանքը հերիք չի, պիտի ավելի ու ավելի աշխատենք։ Ոչ թե ասում եմ, որ մերը ավելի վատներ, մերը համեմատաբար լավ էր։ Դե գավաթը դա փաստում եմ։ Հա, այլ պիտի ավելի շատ աշխատենք, որ ավելի շատ հաջողություններ ունենանք։ Առաջիկա այս մրցույթների համար Կորեայում տեղի ունենալիք կամ առհասարակ արդեն գաղափարներ կան, ինչով այս ուզում ներկայանալ, արդյոք քննարկում եք թիմակցիդ հետ, թե դեռ չես ուզում փակագծերը բացել։ Հա, իրականում արդեն նույնիսկ ունենք տենց կոնստրուկցիա, որ ուզում ենք պատրաստել բան Կորեայի օլիմպիադայի համար, ու ինձ թվում է մեզ մոտ կստացվի ամեն ինչ։
Ալբերտ, իսկ հետաքրքիր է դպրոցում, հանրակրթական դպրոցում, չգիտեմ, դասընկերները երբևէ դիմում են ինչ-որ հարցով օգնել, ինչ-որ բան կառուցել կամ հարցեր տալիս կամ, չգիտեմ, ասում ինչ-որ բան ստեղծիր, որ դպրոցում մեզ օգնի։ Հուշարար օրինակ։ Մեկ լինում են։ Չես ասում գաղտնիքները բացես։ Դե իրականում առաջ, որ հələ նոր էի սկսել ռոբոտաշինությամբ զբաղվել, այդ ժամանակ էլ տենց հայտնի բան չէր էլի, եթե Հայաստանում շատերը չէին անում, այդ ժամանակ դասընկերներս տենց դիմում էին տենց բաներով, ասենք օգնեմ ինչ-որ ռոբոտ սարքեմ, բան անեմ, տենց։ Ինձ հետաքրքիր է նաև երեխաների նախասիրությունները, որովհետև մենք հաճախ ենք լսում մասնագետների կամ հենց ծնողների, որ ասում են, որպեսզի երեխաներին կտրեմ այդ հեռախոսից, իրական աշխարհ բերեմ, զբաղմունքն եմ շատացնում եւ զբաղվածությունն եմ ավելացնում։ Այ կան ձեր կենտրոնում ծնողներ, որ հենց այդ նպատակով են բերել, որպեսզի երեխաներին ավելի հետաքրքիր աշխարհ տեղափոխեն եւ ավելի արդյունավետ լինի, մոտ լինի իրենց նախասիրություններին, բայց նաև օգուտով։ Այո, քանի որ մեր հիմնական, այսպես ասած, երեխաները, ովքեր սիրում են մեզ մոտ հաճախել, իրանց ուղղվածությունը հենց տեխնոլոգիաներն են, կառուցումն է, լեգոներն են, դրա համար ծնողներին դա շատ գրավում է, այսպես ասած, քանի որ նույն պլանշետով կամ համակարգչով աշխատանքը, այստեղ արդեն աշխատանք է, ոչ թե խաղ է։ Հստակ իրենք աշխատում են եւ ինչ որ ստեղծագործ ուղղությամբ են աշխատում եւ այդ գործիքները կիրառում են ի նպաստ եւ ստեղծարար ուղղությամբ, ոչ թե որպես սպառող։ Այո։ Եվ ի վերջո իսկապես ցանկացած հմտություն անկախ հետագայում մասնագիտական կողմնորոշումից միևնույն է հաստատ պետք է գալիս։ Եւ Ալբերտ, հետաքրքիր է, ինչ որ ռոբոտ կա, որ ինքդ կուզեիր ունենալ։ Օրինակ վերջերս նկատում եմ Երևանում եմ հանդիպել այն շուն ռոբոտները, նույնիսկ մի հոգի շատ լավն են շունիկները։ Շատ ծիծաղել էր, ինչ որ ռոբոտ կա, որ դու ինքդ կուզեիր ունենալ։ Այդ շունիկը շատ լավն է։ Ասենք տենց տանը օգնող ռոբոտ շատ ուզում եմ։ Ամեն ինչ գնում ենք օգնողին, հա։ Կարծում եմ իրականում հենց այդպես էլ պետք է ռոբոտների մասին մտածել, այնպես անենք, որ մտածում ենք, որ օգնեն մեզ, հետո ռոբոտները կա, չէ։ Ես այսօր վատատես եմ զգացել եք, չէ։ Մի տեսակ, իմիջայլոց Վահե Արտինյանն ասում է, այս երիտասարդին կրնանք օգնել, որ դիմե Ավստրալիայի մրցումին, հոս Ավստրալիա, առաջարկում է նաև տարբերակ, երիտասարդը մենակ չի, թիմային է այս տարբերակով, իսկ ինչու ոչ, կարող եք Mind Center-ի կայք գրել Facebook-յան հարթակում եւ փորձել իհարկե առաջարկել տարբերակներ, ինչու ոչ, սա էլ է հիանալի շնորհակալություն աջակցության համար, իրականում ցանկացած մրցում դրսում, ինչպես Ալբերտը նշեց, իրականում շատ մեծ ուսումնական փորձառություն է եւ սովորելու առումով, հա, երբ որ երեխաները տեսնում են, թե մյուս երեխաները ինչպես են մտածել, այդ խնդիրը ոնց են լուծել, շատ մեծ փորձառություն են ձեռք բերում, իրենք դա ոչ մի ինտերնետով, ոչ միտեղ չես կարող տեսնել, միայն այդ մրցույթների ժամանակ ու շատ մեծ հիմք է ապագա հաղթանակների համար։ Դե ինչ շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք, ինչպես մեր երկիրը եւս մեկ անգամ պատվով ներկայացնելու, այնպես էլ օրը մեզ հետ սկսելու համար։ Շարունակեք ունենալ բազմաթիվ հաղթանակներ, բայց այնպես արեք ռոբոտները երես չառնեն, անեն ինչ պետք է անեն։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Mind Center-ի հիմնադիր տնօրեն Անի Խաչատրյանի եւ Minders թիմի սան Ալբերտ Հայրապետյանի հետ, կարծես թե գովազդային դասարան ենք։ Այո, գովազդից հետո կվերադառնանք եւ վերջապես այսօր կհասցնենք բացել պատմության էջերը ու հասկանանք, թե ովքեր են ծնվել ու ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, մնացեք մեզ հետ։ Սուրճ ու սեր առավոտից։
see you grooving all night. Big Apple dancers. Show me how you move your feet. Now let me see. I got you going crazy. 'Cause my beat is fire. Just crunk it louder tonight. Ladies, flappers, come to me. I know I gotta what you need. Let's get wild and cha-cha all night long. Yeah. Everybody in the party do the cha-cha. Everybody rockadelic feeling cha-cha. Hey muchacha, give me your cha-cha. Y cha-cha-cha, 1, 2, 3 pa' bailar. Everybody in the party do the cha-cha. Everybody rockadelic feeling cha-cha. Hey muchacha, give me your cha-cha. Y cha-cha-cha, 1, 2, 3 pa' bailar. Oye muchacha, light up the stick, put it on your lips. I love the way you move your hips, lady classy but sassy. I know that you're dancing for me, Cosita Rica. Tell me what's it gonna be, I wanna take you home with me. Mamita de mi corazón, and if you feel me baby, come on, let's just get it on. Ladies, flappers, come to me. I know I gotta watch your lead. Let's get it wild and cha-cha all night long, yeah. Everybody in the party do the cha-cha. Everybody rockadelic feeling cha-cha. Hey muchacha, give me your cha-cha. Y cha-cha-cha, 1, 2, 3 pa' bailar. Everybody in the party do the cha-cha. Everybody rockadelic feeling cha-cha. Hey muchacha, give me your cha-cha. Y cha-cha-cha, 1, 2, 3 pa' bailar. Yeah. You know, que te gusta. No te me resistes, Andy, dame tu cosita. Véngase ahora, mami rica, que vamos a bailar. Everybody in the party do the cha-cha. Everybody rockadelic feeling cha-cha. Hey muchacha. Everybody get down on the floor. Cha-cha. Rockin' 'cause my beat is fire. Baila conmigo, hey, baila conmigo. Everybody in the party do the cha-cha. Everybody rockadelic feeling cha-cha. Hey muchacha, give me your cha-cha. Baila conmigo, hey, baila conmigo. Everybody in the party do the cha-cha. Everybody rockadelic feeling cha-cha. Hey muchacha, give me your cha-cha. Y cha-cha-cha, 1, 2, 3 pa' bailar. Այո, բոլորը պիտի պարեն չաչա։ Հուսամ պարում էիք չաչա հարգելի ռադիո լսողներ, թե ինչ շարունակվում է մեր ծրագիրը, եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս բոլորիդ։ Բարի լույս 19:32 եթերաժամի կարծես թե վերջին հատվածն ենք մուտք գործում, ունենք նոր թևակողում, այո, ունենք նոր մեկնաբանություններ, դրանք էլ կարդանք, հետո արդեն անցնենք օրվա օրացույցին։ Նախ Գանի Այվազբալյանը մեր հավատարիմ ռադիո լսողներից գրել է բարի լույս աղջիկներ ջան, համոզված եմ, որ ուղարկածը Սաղիկների փունջը հասել է ձեզ։ Եթե մեկնաբանության մեջ եք նկատի ունեք, այո, հասել է, շնորհակալություն։ Համառային ծաղկանց բուրումնավետությամբ, ինչի շնորհիվ դառնալու եք ավելի թովիչ, բարեհամբույր ու գրավիչ սիրով ձեր Գայանը։ Շատ շնորհակալ ենք Արտակ Մխիթարյանին նույնպես շնորհակալ ենք մեկնաբանության համար, նա մեզ բարի լույս է մաղթում։ Լևեն Մինասյանը ասում է շատ բարի օր, երեխեք զենք եւ միայն ու միայն զենք նախագծեք ու ստեղծեք։ Դա էլ է պետք։ Այո, Էդիկ Բաբուջյանը նույնպես մեր հավատարիմ ռադիո լսողը մեզ միացել եւ ծաղիկներ է ուղարկում։ Վահե Արթինյանը շատ լավատես է, ասում է ռոբոտը քո գործը քո ձեռքից չի խլի, դա ժամանակը ցույց կտա իրականում նա մեր գործը մեր ձեռքից կխլի թե ոչ, բայց որքան այսպես դիտարկում ենք այդուհանդերձ տեսնում ենք, որ շատ բաներ երբ սկսեն ռոբոտներն անել, մենք պարապության կմատնվենք եւ կդառնանք ավելի թամբալ, այս բառը պիտի գործածեմ այստեղ եւ հիշեցի հայտնի մուլտֆիլմը, հիշում ես գլխավոր հերոսը Wall-ին բայց դու տիպիկ նկարագրում է ժամանակակից տեխնոլոգիաները ինչի են բերում մարդկանց նրանք պարկած են եւ ոչինչ չեն անում որովհետեւ իրենց փոխարեն ամեն ինչ անում են ռոբոտները եւ դրա հետևանքով դառնում են դժվար են քայլում եւ այլն մի խոսքով եթե չեք դիտել դեռ Վալին ապա դիտեք Փայլուն մուլտֆիլմ է համաձայն ես չէ ինձ այո շատ եմ սիրում դե ինչ գնանք առաջ տեսնենք թե հուլիսի 28-ին ինչ տոներ կան ինչ կարևոր իրադարձություններ եւ ովքեր են ծնվել նախ միջազգային
տոներին անդրադառնանք։ Բնության պահպանության համաշխարհային օրն է այսօր, տարվա մեջ մի քանի անգամ բարեբախտաբար իրականում կան օրեր, որոնք կոչ են անում հիշել, որ կարևոր է պահպանել մեր բնությունը։ Առհասարակ ամեն օր պիտի հիշենք։ Ված չէր լինի, որ այս ստեղծվող ռոբոտները AI-ը ինչ որ կերպ կարողանային մեզ օգնել նաև այս հարցում։ Այո, իմիջայլոց AI մասնագետներ են մարդիկ, որոնք բնությանը մոտ են եւ բնության մասին մտածում են, այդ ուղղությամբ փորձեք զարգացնել այդ տեխնոլոգիաները։ Ինչ վատ կլիներ, որ լիներ մի ռոբոտ, որը երբ ինչ որ մեկը մեքենայի պատուհանից աղբը դուրս է նետում, վերցներ եւ հետ նետեր մեքենայի մեջ։ Փայլուն գաղափար է։ Եվ առհասարակ ես կարծում եմ, որ շատ լավ կլիներ, որպեսզի ստեղծվեին ռոբոտներ կամ տեխնոլոգիաներ, որոնք զերծ կպահեն օրինակ մարդկանց ցունամիներից եւ այլ տարերային աղետներից եւ այդ տեխնոլոգիաների շնորհիվ որքան հնարավոր է խնդիրներ եւ մարդկային զոհեր քիչ կլինեին կամ չէին լինի առհասարակ։ Նաև հարգելի ռադիոլսողներ, գիտեք, որ AI եւ առհասարակ այս ժամանակակից տեխնոլոգիաները ներխուժել են բժշկական ոլորտ, բժշկական աշխարհ եւ շատ հարցեր արդեն լուծվում են շնորհիվ այդ ժամանակակից տեխնոլոգիաների։ Իդեպ նաև հավելենք, որ հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է այսօր եւ եթե խոսում ենք գիտության մասին, բնականաբար անմիջական ազդեցություն ու կապ ունի տիեզերքը։ Այսօր նաև միջազգային աստղագիտության միության հիմնադրման օրն է։ Տեղափոխվենք ազգային տոներ։ Եվ իհարկե սկսենք նահանգներից այբենական կարգով, այստեղ միշտ սննդամթերքին նվիրված օրեր են լինում, կաթնային շոկոլադի ազգային օրն են օրինակ նշում այսօր այնտեղ։ Նաև ջրաշխարհի ազգային օրն է, water park-ներ, այդ ջրային ատրակցիոնների օրն է նաև այսօր։ Պես տարիքի հետ ինչքան մեծանես, այնքան վախենում ես այդ ատրակցիոններից օգտվել, թեպետ վախս կարողացել եմ հաղթահարել ու այդուհանդերձ տարիքը կապ չունի, այդ ադրենալինը, այդ հաճույքը, վայելքը իրականում շատ կարևոր է մարդու խաղաղության համար։ Հիմա գնալով ավելի շատ տեղական ժամանցի վայրեր նույնպես ավելացում են 1-2 ջրային ատրակցիոներ, այնպես որ Հայաստանում նույնպես այս հնարավորությունը շատացել է։ Գնանք եւ տեղափոխվենք Իսպանիայի հիմնադրման օրն է այսօր, այո, Պերույում էլ անկախության օրն են նշում։ Տեղափոխվենք Ռուսաստան, այստեղ PR մասնագետի օրն են նշում եւ որ ինձ շատ դուր եկավ ցանկություն պահելու օրն է այսօր։ Ցանկություն պահենք այսօր եւ չասենք այդ ցանկության մասին ոչ ոքի, որ անպայման տեղի ունենա այդ ցանկությունը։ Հետաքրքիր տոն են նշում Ռուսաստանում, որքան տարօրինակ տոներ կան այլ երկրներում, նաեւ Ռուսաստանում աշխարհի շշերի օրը։ Ես ուզում եմ հասկանալ դա որն է։ Եվ խորիմաստ եւս մեկ տոն կա։ Ոչ մի քայլ հետ նշագունազատ հրամանի օրն է, չգիտեմ սա իրականում պատերազմների հետ կապ ունի թե ոչ, ամեն դեպքում մենք փորձենք բարի ֆոնով հասկանալ։ Եվ առհասարակ ես դեպի ցանկությունները գնալու հետ կապել։ Իդեպ ես մի հյուր ունեի, որ հետաքրքիր բացահայտում արեց ցանկությունների եւ առաջ գնալու հետ կապված, ասաց ես երբ բարձրանում եմ աստիճաններով, փիլիսոփայական իմաստով էր ասում, հետևիս աստիճանները ջարդում եմ, որպեսզի տեղ չունենամ նահանջի եւ հետ գնալու հնարավորություն չունի։ Գնանք հետաքրքիր դեպքերի ու իրադարձությունների եւ տեղեկացնենք, որ 1995 թվականի հենց այսօրն է Հնդկաստանի իշխանությունը որոշել, որ Բոմբեյ քաղաքը պիտի ստանա Մումբայ անունը, դրա համար էլ մենք հաճախ լսում ենք եւ Բոմբեյ եւ Մումբայ անունները, դրանք դրանով է նաեւ պայմանավորված։ 1984-ին այսօրը Լոս Անջելեսում բացվում են օլիմպիական խաղերը 23-րդը։ 1973 թվական տեղափոխվենք, հենց այսօրը բրիտանական հիջրեքերթի առաջին հորիզոնականում է հայտնվել Գարի Գլիտերը իր երգով, I am երգով, հա, այդպես կարող ենք կարճ տարբերակով ասել։ Բացի դրանից Walt Disney Alice հրաշքների աշխարհում անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունն է տեղի ունեցել 1951 թվականի այս օրը։ Եվս մեկ թեմա օլիմպիական խաղերի հետ կապված, Ամստերդամում բացվել են 9-րդ ամառային օլիմպիական խաղերը 1928 թվականի հենց այսօրը։ Գնանք առաջ, շարունակենք։ Պաստորեն Մայամի քաղաքն է 1896-ի այսօրը համարվում, որ հիմնադրվել է Ֆլորիդայում։ Ահա, Ֆլորիդա, հա, դու դա ասացիր արդեն, նաև ասենք Մոնտանա նահանգում ոսկի են գտնում, որից էլ սկիզբ է առնում ոսկու տենդը, դա տեղի ունենում 1862 թվականին։ Քանի որ խոսում ենք առաջընթացից, նորարարություններից, AI-ից եւ ռոբոտներից, առաջին անգամ նույնականացման համար մատնահետքն է օգտագործվել 1858 թվականին Իդեպ աշխարհում կան մարդիկ, շատ քիչ են այդ մարդիկ, որոնք մատնահետք չունեն։ Ինչ-ինչ պատճառներով, այո։ Ես ունեմ ընկեր, որը չունի մատնահետք, զուտ մասնագիտությունից ելնելով դա տեղի ունեցել, բայց այդուհանդերձ այո, կարող ենք այդպես էլ ասել 1851 թվականի այսօրը աշխարհում առաջին անգամ լուսանկարում են Արեգակի ամբողջական խավարումը, պատկերացնում ես։
Տեսնենք էլ ինչ Այո, է տեսնենք ինչ էր եղել։ Կարծես թե Վերջ, այսքանն հետաքրքիր, այո, էր։ եւ անդրադարձի արժանի տոներն այսքանն է։ Ոնց, սա մի կարևոր իրադարձություն է 1589 թվականի հենց այսօրը Sir Thomas Heriot-ը Բրիտանիա ու Իռլանդիա կարտոֆիլ է բերում։ Ես որքան հիշում եմ առաջ այդ կարտոֆիլի ծաղիկներով ինչ որ փունջ են նվիրել, եթե ճիշտ եմ հիշում։ Լուրջ այդպիսի բան եմ հիշում։ Եվ կարծես թե այսքանով ավարտվեց, գնանք եւ փորձենք հասկանալ ովքեր են ծնվել պատմության մեջ հենց այսօրը։ Կարծես թե իրականում տոների առումով նույնպես այնպես չէ, որ շատ խիտ է օրացույցը, բայց Ժակլին Քենեդին է ծնվել 1929-ի այսօրը, հայտնի առաջին տիկինը, ամերիկացի փաստորեն մասնակցությամբ լրագրող էր, նա ես դա չգիտեի։ Ես էլ չգիտեի։ Pink Floyd խմբի անդամ անգլիացի ռոք երաժիշտ Ռիչարդ Ռայթն է ծնվել 1943 թվականի այսօրը։ Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսիս Վեբերի ծննդյան օրը նույնպես այսօր է 1937-ին է ծնվել ռեժիսորը։ Ոնց որ թե վերջ, չէ՞ այսքանով։ Կարծես թե այո, հայտնի ազգանուններն ու անունները այսքանով սահմանափակվեցին, բայց մենք շնորհավորում ենք նաև ոչ հանրային մասնագիտություն ընտրած մեր այն բոլոր ռադիոլսողներին եւ նրանց հարազատներին, որոնք այսօր իրենց ծննդյան տարեդարձն են տոնում։ Կարևորը գտնեք ձեզ այս կյանքում եւ երբևէ հարց չտաք թե ով եք դուք, որովհետեւ հստակ իմանաք այդ հարցի պատասխանը։ Գնացինք։ Գնացինք։
Այ հիմա ճիշտ ժամանակն է, որ գնաք եւ ձեր սիրելիին ասեք, որ նրա սրտի ծովն եք դուք եւ այո, դուք եք այն մարդը, որ կերջանկացնի լիարժեք նրան։ Կարոտեցի Անի Քրիստին, Ես էլ մի տեսակ։ Հիմա Ես այսօր որոշել եմ նոստալգիկ վիճակներ ստեղծել, ֆիքսել ես առավոտը, եկել եմ ինչքան նոստալգիկ ակտիվ ռիթմերով երգեր հիշել եմ, հանել եմ։ 2000-ականների, 2010-ականների փոփ նոստալգիայի մասին խոսելիս Անի Քրիստինան անուններից է, որ մի անգամից իմ մտքին է գալիս, չգիտեմ հիմա ստեղծագործում է թե չէ, վաղուց չեմ հանդիպել նրա արվեստին, բայց հուսով եմ, որ ինչ որ պահի կվերադառնա։ Հաղթանակից խոսեցինք մեր հյուրերի հետ եւ շարունակենք հաղթական լուրերը, ցավոք ոչ միայն հաղթական, բայց ամեն դեպքում մեր մարզիկները այս պահին ամբողջ աշխարհում աշխարհի տարբեր կետերում տարբեր մրցաշարերի են մասնակցում եւ հիմնականում լավ արդյունքներով են մեզ ուրախացնում։ Doll Open մրցաշարին, շախմատի մրցաշարին անդրադառնամ, Grossmeister Ռոբերտ Հովանիսյանը նվաճել է Ֆրանսիայում անցկացվող Doll Open 2026 մրցաշարի հաղթողի կոչումը։ Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովանիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը ոչ մի պարտություն չեն կրել այս մրցաշարում եւ 9 միավորից վաստակել են 7.5 միավոր կիսելով առաջին եւ երկրորդ հորիզոնականները։ Մրցաշարի հաղթողը որոշվել է արագ շախմատի tie break-ով, որտեղ 2-1 հաշվով առավելության է հասել մեր Ռոբերտը։ Նրան շնորհավորում ենք եւ նաեւ շնորհակալություն ենք հայտնում։ Այդքանն էին մարզականները։ Չէ, Բաքվում նույնպես գիտեք ընթանում է մինչև 17 տարեկանների ազգային աշխարհի առաջնությունը, ցավոք Վազգեն Մնացականյանը պարտվել է, բայց կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչի արգելքը ցավոք չհաղթահարեց, նա մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Շամին Լաբազանովի հետ 65 կիլոգրամ քաշային առաջին մրցափուլի առաջին րոպեում ռուս ըմբիշը հարմար բռնցվածքով 4 գլորումով հաշիվը դարձրել է 8-0։ Այո, իհարկե, Վազգեն Մնացականյանը հուլիսի 28-ին կմրցի բրոնզե մեդալի համար եւ հուսով ենք, որ այս պայքարը անպայման հաղթանակով կավարտվի։ Իդեպ այսօր երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 45 կիլոգրամ 51 կիլոգրամ, 60, 71 եւ 92 կիլոգրամ քաշային կարգերի մեր ներկայացուցիչները։ Մրցակցորդ դուրս կգան Վազգեն Վարդանյանը, Գևորգ Հարությունյանը, Արտուշ Պետրոսյանը եւ Ջանես Նազարյանը եւ Ալեքսան Շալջանը։ Բոլորին անպայման հաջողություն ենք մաղթում եւ սպասում ենք, որ վաղը արդեն հաղթական լուրեր կարդանք եթերում։ Դե ձեզ տեսնենք, հարգելի մարզիկներ, միմիայն հաջողություններ ենք մաղթում, թող հաջողությունը ուղեկցի ձեզ։ Հաջողությունը երբ կա, ամեն ինչ հաղթահարելի է, հատկապես երբ մարզիկները սովոր են ի սկզբանե տրամադրվել մարտական։ Իզուր չէ, որ ինչ որ լավ առումով, եթե բան ենք ուզում ասել, ասում ենք մարտական է տրամադրված, այս պարագայում եւս հաճախ կարելի է այդ բարակապակցությունը գործածել մեր մարզիկների մրցույթների ժամանակ եւ ամենակարևորը, որ մենք շատ ոլորտներ կան, նաեւ ոչ միայն մարզական, այլև օրինակ իհարկե խոսենք AI եւ ռոբոտաշինության մասին, որտեղ Հայաստանը բավականին լավ տեղ է զբաղեցնում այդ առումով եւ արհեստական բանականության օգտագործման տեսանկյունից տարածաշրջանում առաջին հորիզոնականում է։ Վերաբերում է խելքին եւ ուժին, կարող ենք ասել, որ մենք լավ դիրքերում ենք։ Թիմային մարզաձևերում կարծես թե արդեն սկսել ենք, որովհետեւ երկար ժամանակ կարծես թե այստեղ զիջում էինք։ Իդեպ Լուսնե, առհասարակ համաձայն եմ քեզ եւ առհասարակ IT ոլորտում մենք արդեն երկար ժամանակ միջազգային շուկայում շատ մրցունակ ենք եւ շատերն են նույնիսկ դրսից արտասահմանյան ընկերություններ փորձում IT ոլորտի հայ ներկայացուցիչների ներգրավել։ Այո, ինչը հրաշալի է եւ ուրախալի է, որ նման պահանջված ոլորտում մենք առաջատար, եթե ոչ առաջատար, ապա գոնե մրցունակ բավականին լավ դիրքերում ենք կարելի ասել եւ հաճախ երբ խոսում են ուղեղի եւ AI եւ ի վերջո միտքը իր հետ բերել է նաեւ շախմատային մտածողություն եւ շախմատում ենք մեծ հաջողություններ գրանցում, սա եւս փաստում է դրա մասին, ել չենք խոսում ուժի մասին։ Լավ, ինչ կլինի, որ մի քիչ էլ մեզ գովանք։ Մեր խոհանոցն է շատ լավը եւ առհասարակ մենք նկատում ենք բազմաթիվ զբոսաշրջիկների, որ անդադար խոսում են ու հիացած են Հայաստանով եւ հատկապես այն օտարածքի ներկայացուցիչների, որոնք որոշել
եկել են տեղափոխվել այստեղ Հայաստան եւ զարմացած են ու բողոքում են, գիտես։ Բողոքում են, որ գիրացել են, որովհետև չեն կարողանում չուտել շատ ամեղ ամեջ։ Եվ նույնիսկ մի քանի օտարազգի ներկայացուցիչների էի դիտում այն օրը, որ իրենք Եվրոպայից են տեղափոխվել Հայաստան։ Եվ որոշել են, որ Եվրոպայում չեն ապրելու եւ որոշել են, որ պիտի տեղափոխվեն ու Հայաստանում ապրեն, ու ասում են, որ շատ գոհ են այդ ընտրության համար։ Իդեպ Լուսինե, ես նույնպես ունեմ մի ընկեր իտալացի, իտալական արմատներով ամերիկացի, Ամերիկայում է ծնվել եւ մեծացել, նա որպես զբոսաշրջիկ տարբեր երկրներով շրջել է եւ երբ Հայաստան է եկել, սիրահարվել է Հայաստանին, գնացել իրերը հավաքել է եւ տեղափոխվել է այստեղ բնակության, հետո իհարկե հիրարվեց նաեւ հայուհու եւ ամուսնացավ։ Այո, բայց հիմա բարեբախտաբար ապրում է Հայաստանում եւ կարծես թե շատ գոհ է։ Իդեպ իտալացիները հատկապես շատ սիրում են Հայաստանը եւ ոչ միայն իտալացիները։ Ասում են, որ մենք մեր բնույթով փոքրինչ նման ենք իտալացիներին, պորտուգալացիներին։ Քիչ ավելի ճոխացրած տարբերակ ենք մենք։ Մի փոքր ավելի էմոցիոնալ։ Չէ, դու այդպես մի ասա։ Այդ մեր անունն է դուրս եկել, որ մենք շատ էմոցիոնալ ենք, բայց շատ հարցերում ինչ որ առումով նաեւ զիջում ենք։ Շատ դեպքերում ասում են, որ մենք անդադար աղմուկ ենք անում, հա, որտեղ որ լինում ենք, բայց իտալացիներին հաստատ չենք հասնի այդ հարցում, ինչևէ։ Այսպիսի բաներ, իդեպ նաև շատ զբոսաշրջիկներ զարմանում են նաև մեր սպասարկման ոլորտի բարձր որակի վրա։ Շատերն ասում են, ես ապշել էի, երբ սուպերմարկետում մոտեցա արդեն դրամարկղին եւ պարզվեց, որ իմ իրերը հատուկ երիտասարդ կա, որը դասավորում է տոպրակի մեջ։ Այլ ոչ թե շփրտում են, ասում են դե ինքդ դիր։ Իրականում, քանի որ մենք այս երկրում ենք ապրում, շատ հաճախ չենք նկատում այն լավը, որ կա, կարևոր մանրուքները եւ մեզ թվում է թե այդպես էլ պետք է լինի, ինչը իրականում հեչել այդպես չէ։ 10:51 կարծում եմ շատ արագ կարող ենք ձեզ եւս մեկ անգամ տեղեկացնել խցանումների մասով արդյոք կա փոփոխությունը։ Այո, ցավոք պատկերը մի փոքր վատ թարացել է, արդեն 7 բալ է դարձել։ Այն փողոցները, այո, որոնք արդեն նշեցինք, որ խցանված են, շարունակում են խցանված մնալ։ Եթե փոքր կենտրոնից խոսենք, սա այդ Նովա Պողոտան, ռադիոտան հատվածից դեպի օպերա ընթացող, չէ, ներողություն եմ խնդրում, դեպի ռադիոտուն եկող հատվածներ շատ խցանված, այո, բավական խցանված է փոքր կենտրոնի մասին խոսելիս, սա հաստատ պիտի նշեմ։ Նալբանդյանն է զարմանալիորեն շատ խցանված դեպի հրապարակ իջնող հատվածը։ Այս վերջերս անդադար։ Մաշտոցի Պողոտան է շարունակում խցանված մնալ, այո, միշտ ծանրաբեռնված է։ Կորյունն է շատ ծանրաբեռնված դեպի Մաշտոց հենց տանողը եւ շատ ծանրաբեռնված են նաեւ բոլոր այն փոքր շրջանցող փողոցները, նույնիսկ կարծես թե ավելի ծանրաբեռնված են, քան հիմնական փողոցները, իրականում։ Որովհետեւ այսպես ավելի այս բառը գործած եմ, էլի շուստրի վարորդները մտածում են, որ իրենք այդտեղ լեգլիկ փողոցները միայն իրենք գիտեն, փորձում են շրջանցել մեծ փողոցները, պարզվում են նրանք մենակ չեն եւ կան նաեւ իրենցպես մտածող այլ վարորդներ եւ դրա հետևանքով, քանի որ փոքր են այդ փողոցները, խցանումներ են ստեղծվում իրականում։ Կարեն Դեմիրճյանի փողոցն է շատ խցանված, շատ բոսոր կարմիրով է ներկված, Պապթակավորի փողոցը նույնպես, հատկապես հրապարակից դեպի Մաշտոցի Պողոտա տանող հատվածը։ Մի խոսքով իրականում գրեթե փոքր կենտրոնում չկան հատվածներ, որոնք խցանված չեն, այ կենտրոն բերողները կարծես թե քիչ ոչինչ համեմատաբար, բայց էլի կամ դեղին են կամ կարմիր։ Եղեք մեր պես, հետևեք մեր օրինակին, օրինակ մենք տնից դուրս են գալիս առավոտյան ժամը 8-ին, շատ շուտ, դատարկ գալիս ենք, հասնում ենք կենտրոն։ Եթե կենտրոնում ակետից բեկետ պիտի տեղափոխվենք, դա նախընտրում ենք իրականացնել ոտքով, որովհետև ավելի շուտ կհասնենք, քան օրինակ տաքսի կանչենք եւ մեկ օրգանիկ գին վճարենք ու այդպես էլ շատ երկար ժամանակ լրվենք մնանք խցանումներում։ Այս պարագայում ոտքով քայլել ավելի ճիշտ է եւ մի բան եմ նկատել, եթե նախկինում կարող է մեզ թույլ տայինք ցերեկվա ժամի տեղափոխվեինք տուն, հետո նորից երեկոյան գալ, ապա այս պարագայում խցանումներն այնքան են շատացել, որ նախընտրում ենք ինչ-որ տարբերակներ գտնել, մնալ կենտրոնում մինչեւ երեկո մեր հանդիպումը, որպեսզի չգնանք եւ խցանումներում չանցկացնենք ամբողջ օրը։ Այո, ցավոք իրականում ես մենակ չեմ, չէ՞, այդպես։ Չէ, վստահաբար մենակ չես, հատկապես աշխատավայրերում ենք նախընտրում մնալ, որովհետև հիմա էլ շոկ է, դրսի տարբերակներն էլ են ավելի բարդացել դրսում մնալը։ Բայց ինչևէ, շոկը հաղթահարելու եւս մի հրաշալի տարբերակ է օրը մեզ հետ անցկացնելը։ Միշտ մեզ հետ պետք է անցկացնել։ Ոչ միայն առավոտյան ծրագրի, սուրճ ու սեր առավոտից, այլև առհասարակ հանրային ռադիոյի հետ, այնպես որ
Մնացեք հանրային ռադիոյի հետ։ Այո, մնացեք մեզ հետ, որովհետև մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ դուք միշտ տեղեկացված լինեք, ցանկացած տեղեկություն ունենաք, քանի որ ունենք շատ քիչ ժամանակ, մեզ մնում է միայն հրաժեշտ տալ եւ լսել վերջին երաժշտական կատարումը։ Այնպես որ հուսանք կարողացանք ստեղծել տրամադրություն, հուսանք կարողացանք ձեր առավոտը դարձնել ավելի դրական, նույնիսկ եթե դուք խցանումների մեջ եք։ Եվ իհարկե փորձեցինք ձեր ուշադրությանը ներկայացնել հետաքրքիր եւ ինչու ոչ ժամանակին համահունչ տեղեկություններ, մի քիչ էլ հումոր, որը չի խանգարում օրը ժպիտով սկսելու համար եւ հատկապես եթե խցանումների մեջ եք առավել եւս այդ առումով այդպես է, չէ՞։ Այո, վստահաբար այդպես է, հուսով ենք իսկապես կարողացանք օգնել, որ օրը սկսեք դրական տրամադրություն, բայց հարցում ջանացին Լուսինե Մուրադյանը եւ Վեգա Անդրեասյանը։ Մենք սիրով աշխատեցինք ձեզ համար, եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս։ Եմ աղթում հաջողորդ մնացեք հանրայինի հետ, հաջողություն։ Տիացան, հոգուս գույները իրար միացան, երբ որ քայլերս դեպի քեզ դարձան, երբ որ աչքերդ նայեցին անցան ու անցան, դարիներ անցան, ու ապրումները իմ վերադարձան, կարոտն ու ստվերը իրական դարձան, հոգին ու սերը քեզ հետ արթնացան, սիրտն իմ դատարկ էր, այն միայնակ էր, քո շունչն ու ձայնը ինձ բերեցին նորի մաս, արևին մոտ ես, դեռ անծանոթ ես, միթե դու սերն ես, քեզ գտա ու հիմա, հենց հիմա ու հիմա, Տիացան, հոգուս գույները իրար միացան, երբ որ քայլերը դեպի քեզ դարձան, երբ որ աչքերդ նայեցին անցան ու անցան, սիրտն իմ դատարկ էր, այն միայնակ էր, քո շունչն ու ձայնը ինձ բերեցին նորի մաս, արևին մոտ ես, դեռ անծանոթ ես, միթե դու սերն ես, քեզ գտա ու հիմա, հենց հիմա ու հիմա, արևին մոտ ես, դեռ անծանոթ ես, միթե դու սերն ես, քեզ գտա ու հիմա, հենց հիմա ու հիմա, արևին մոտ ես, դեռ անծանոթ ես, միթե դու սերն ես, քեզ գտա ու հիմա, հենց հիմա ու հիմա, Տիացան, հոգուս գույները իրար միացան, երբ որ քայլերս դեպի քեզ դարձան, երբ որ աչքերդ նայեցին